Հարգելի գործընկերներ, քանի որ Դիլիջանի մանկապարտեզի մասին խոսեցինք, այս թեմայից դուրս սրանք արդեն նշեցի, ուզում եմ ընդգծել, որ Տավուշի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում պարզել էր, որ Դիլիջան համայնքի ավագանու 2006 թվականի որոշմամբ Դիլիջան համայնքի ղեկավարին թույլատրվել է Շահումյան փողոցի թիվ 34 հասցեում գտնվող 891 քառակուսի մետր մակերեսով մանկապարտեզի շենքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել մի կազմակերպության, որը կապվում է նախկինում նախարարի կարգավիճակ ունեցող անձի հետ, փոխկապակցված անձի հետ, եւ դատախազի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա 2024 թվականի սեպտեմբերի 12-ին քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ եւ այդ վարույթի հետ զուգահեռ process-ներում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2025 թվականի ապրիլի 25-ի վճռով հաստատվել է Դիլիջան համայնքի ղեկավարի եւ նշված կազմակերպության միջև հաշտության համաձայնության արդյունքում Դիլիջան համայնքի վերը նշված մանկապարտեզը վերադարձվել է համայնքին, վճիռը հրապարակման պահից մտել է ուժի մեջ, այսինքն մեր process-ների շրջանակում մանկապարտեզը, որը նախկինում համայնքից օտարվել են, արդենից վերջնականորեն վերադարձվել է համայնքին, այնպես որ համայնքը եւ մենք կարող ենք մտածել նաեւ այդ մանկապարտեզը նորոգելու եւ երեխաներին վերադարձնելու մասին։